Հարգելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, Սուրբ Աննա եկեղեցում կիրակի-օրը տեղի ունեցած միջադեպին եւ դրա զարգացումներին ես Facebook-յան իմ գրառումներով անդրադարձել էի, թերևս այս ֆորմատով այդ միջադեպին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե այսօր տեղի ունեցած չլիներ մի իրադարձություն, որը նույնիսկ այս իշխանության պարագայում արտառոց է։ Այդ միջադեպին մասնակից երկու երկօրյա եղբայրներից մեկը 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանը երկամսյա նախնական կալանքի ենթարկվեց դատարանի վճռով։ Ամեն ինչի մասին, սակայն, հերթով։ Ծաղկազարդի օրն էր կիրակի օրը, սիրված գեղեցիկ տոն մեր եկեղեցու կողմից, մեր հասարակության կողմից, եւ ահա իր թափառախմբով Երևանի փողոցներում այդ օրը պտտվող Նիկոլ Փաշինյանը որոշում է այցելել Սուրբ Աննա եկեղեցի։ Ավելորդ է ասել, որ մեր հավատացյալ ժողովուրդը տհաճությամբ է եկեղեցու տարածքում սպասում Նիկոլ Փաշինյանին եւ դա ունի պատճառ։ Թող որևէ մեկը չասի, որ եկեղեցին բոլորինն է, եկեղեցի ցանկացած մեկը կարող է այցելել եւ այլն եւ այլն։ Այդ ճշմարտությունը բոլորս գիտենք։ Բայց միևնույն ժամանակ եկեղեցում անցանկալի է մեկը, որը վերջին 1 տարվա ընթացքում ամբարտավան հակասահմանադրական հակաեկեղեցական կամպանիա է ծավալել նույն այդ եկեղեցու դեմ, սրբազան հայրեր են կալանավորված, վեհապարը թիրախավորվում է ամենացինիկ ձևով։ Նիկոլ Փաշինյանը չէր կարող չհասկանալ, որ իր անակնկալ անցանկալի այցը եկեղեցի ուղեկցվելու է միջադեպերով, մանավանդ այդ օրը պատարագ էր, եկեղեցում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ էին բակում, Նիկոլ Փաշինյանը այս նկատի ունենալով հավանաբար հենց սադրանք հրահարելու նպատակով այցելում է եկեղեցի։ Այցելում է եկեղեցի, բնականաբար մեծաքանակ թիկնազորով, այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, դա նույնիսկ ոչ թե այցելեց եկեղեցի, ներխուժեց եկեղեցի, որտեղ սովորաբար հավատացյալ մարդը մտնում է եկեղեցի եւ կանգնում է այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, այսինքն չի փորձում հրելով առաջ գնալ։ Մանավանդ էլի եմ կրկնում, տվյալ դեպքում Փաշինյանի եկեղեցում որևէ մեկը չէր սպասում հենց իր գործունեության հետևանքով։ Ինչևէ, նրա թիկնազորը հրելով ճանապարհ է բացում, այստեղ էլ տեղի ունենում միջադեպը դպրոցահասակ երկու եղբայրների հետ, ըստ պաշտոնական վարկածի եղբայրներից մեկը փորձել է հարվածել վարչապետին Նիկոլ Փաշինյանին, բայց կադրերում երևում է, որ ավելի շուտ նրա թիկնազորի անդամն է այդ երիտասարդին հարվածում եւ գետնին տապալում։ Ինչևէ, այս իրադարձությունից հետո իշխանությունները մոգոնեցին մի հատ վարկած, որ իբր սա կազմակերպված հարձակում էր Փաշինյանի դեմ, սա որևէ տրամաբանության չի ենթարկվում, որտեղ ենթադրյալ կազմակերպիչը կամ երկու եղբայրները չեն էլ կարող կռահել, որ Նիկոլ Փաշինյանը այդ օրը անկոչ հյուրի պես հայտնվելու է եկեղեցում։ 3 հոգու ձերբակալեցին իբրև թե կազմակերպիչին, ինչի եմ ասում իբրև թե կազմակերպիչ, որովհետև վստահ եմ ուղղակի միջադեպ է տեղի ունեցել առանց որևէ քաղաքական ենթատեքստի, իբրև թե կազմակերպիչին եւ երկու եղբորը։ Եղբայրներից մեկը մեղադրանք առաջադրվեց դրան, բայց ազատ արձակվեց, տարակուսելի է, որ կազմակերպիչն էլ ազատ արձակվեց, այսպես կոչված կազմակերպիչը եւ ահա դպրոցահասակ Դավիթը վերջին զանգին նախապատրաստվելու ու ընդունվելու փոխարեն նետվեց քրեական աշխարհի երախը, ուղարկվեց Արմավիր քրեակատորական հիմնարկ կամ Չոբան Քյարա, ինչպես ժողովուրդն է ասում։ Ավելորդ է ասել, որ եթե նույնիսկ ինչ-որ բան տեղի է ունեցել այդ օրը եւ պիտի քննություն գնա եւ այլն, ասում եմ, ես իրավական որևէ հիմնավորում չեմ տեսնում, եթե նույնիսկ այդ ամենը կար,
առնվազն ընտրված խափանման միջոցը որևէ տրամաբանության, որևէ բանականության չի ենթարկում, մանավանդ կրկնում եմ, սադրանքի հեղինակ այս պարագայում Նիկոլ Փաշինյանն էր։ Դավիթին եւ նրա եղբորը բոլորը բնութագրում են որպես լավ աշակերտ, լավ մարդիկ, լավ երեխաներ, լավ աշակերտներ, որոնք շնորհալի երիտասարդներ են, մեծ ապագա ունեցող, հետեւաբար կալանքը վերջին միջոցն է խափանման։ Եվ դա կիրառվում է այն դեպքում, երբ որ կա փախուստի հավանականություն, կա քննությանը խոչընդոտելու վտանգ կամ էլ նոր հանցագործություն կատարելու ռիսկ։ Այս պատանիներից որևէ մեկը, հատկապես Դավիթը, որը կալանքի տակ վերցվեց, այս 3 ռիսկերի տակ չի ընկնում։ Հետևաբար կարող էին չհարամել նրա վերջին զանգը, չհարամել նրա ուսումնառությունը, ի վերջո տղան ուզում է բուն ընդունվել, մանավանդ որ նա ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիր։ Աբսուրդը նաև մեղադրանքը։ Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել պաշտոնատար անձի օրինական, ծառայական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն։ Այլ խոսքով ասած, Դավիթը մեղադրվում է, որ միջամտել է Նիկոլ Փաշինյանի օրինական, ծառայական կամ քաղաքական գործունեությանը։ Սա բացարձակապես աբսուրդ է։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տարի եւ տրամաբանության եկեղեցին եւ պետությունը տար անջատ են։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող ծառայական կամ քաղաքական գործունեություն իրականացնել եկեղեցում, որ մի հատ էլ ինչ-որ մարդ միջամտեր եւ այդ գործունեությունը խանգարեր։ Այդ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է այցելել սրճարան, թատրոն, նույնիսկ ընդդիմության հանրահավաք, սադրանք հրահարել, ինչ-որ բեմականացում կազմակերպել, որ իր գործունեությունը միջամտում են եւ մարդկանց կալանավորել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի փողոցում հայտնվելը փորձանք է դարձել մեր հազարավոր քաղաքացիների համար։ Նա բոլորի կամքից անկախ հայտնվում է մետրոյում, էլի սադրանք է անում, արցախցի կնոջ հետ է վիճում, հոխորտում է, եւ եթե հանկարծ այս կինը փաստորեն փորձեր ինչ-որ ձևով հակազդել, թեկուզ բարձր գոռալով Նիկոլ Փաշինյանի վրա, կարող էին էլի նրա դեմ ինչ-որ քրեական գործ հարուցել, վաղը կարող է թատրոն գնալ, ինչ-որ այդ կրծքին ամրացված նշանը փոխանցել մեկին, մարդը չուզի կամ կոշտ պատասխանի, էլի այս հոդվածը դնել մարդու վրա, այսինքն նոր հոդված են մոգոնել, որը քաղաքական ռեպրեսիաների նոր ալիքի հարմար գործիք կարող է դառնալ։ Որպեսզի այս խեղճ պատանիների արարքը ծանրացնեն, դրել են նաև խուլիգանության հոդվածը։ Այսինքն խուլիգանության եւ միջամտության համադրությունը ստեղծում է արհեստականորեն ծանրացված մեղադրանք, որը ավելի հիշեցնում է քաղաքական ուղերձ, այս իշխանության քաղաքական ուղերձի է նմանվում, որ չհամաձայնվողները պետք է պատժվեն։ Ըստ էության Դավիթ Մինասյանը պատժվում է, որովհետև համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ ուզում է իշխանամետ սազանդարները երգեն, գրեն, խուլիգանության, Փաշինյանի կյանքին դեմ արված ինչ-որ գործողության դեմ, այս բոլորը հեքիաթներ են։ Ցանկացած քաղաքացի, ով իր անհամաձայնությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, կալանք ստանալու վտանգի տակ է, աշխատանքից հեռացվելու վտանգի տակ է։ Սա այլևս դարձել է գոնե ինձ համար ակնհայտ։ Գոնե ինձ համար սա դարձել է ակնհայտ։ Եվ Դավիթին կալանքի տակ պահող վարչապետը լավ գիտակցելով, որ նա դպրոցական է, ուսումը շարունակելու երազանքներ ունի, լավ գիտակցելով, որ այդ պատանին ունի առողջական խնդիր, որ անհամատեղելի է կալանքի հետ, փորձում է, այսինքն ցույց է տալիս իր քինախնդրությունը եւ փորձում է հատկապես ընտրական ցիկլից առաջ
սարսափի ու վախի մեջ պահել մեր հասարակությանը։ Չգիտեմ մեր հետևորդները տեղյակ են, թե չի ուզում տեղեկացնել, որ մի երիտասարդի թե պատանուել մեղադրանք են առաջադրել վարչապետի մեքենայի վրա թքելու համար։ Ուրեմն կարելի է, որ ազգային ժողովի նախագահը Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքի եւ անպատիժ մնա, նույնիսկ երևի պարգևավճարով խրախուսվել է, բայց որ մի պատանի կամ երիտասարդ ինչ-որ պատճառով թքել է վարչապետի մեքենայի վրա, նրան մեղադրանք պիտի առաջադրվի։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը իր այդ չհամաձայնվելը դարձրել է քրեական պատիժ։ Սա ընտրություններից առաջ կիրառվող տեխնոլոգիա է հասարակությանը վախի մեջ պահելու համար։ Ես կարծում եմ, ընդդիմությունը ասիմետրիկ պատասխանի անհրաժեշտություն ունի։ Իշխանության ռեպրեսիաների դեմ առնելու լավագույն միջոցն այն է, որ ընդդիմությունը կարողանա ընտրությունների եւ փողոցի արդյունավետ միքս գտնել, հասարակությանը ակտիվացնել եւ միայն հասարակական դիմադրությունը թույլ կտա այնպիսի ճնշում բանեցնել իշխանության վրա, որ նախ նա հրաժարվի ռեպրեսիաներից, հետո մտքով անգամ չանցկացնի կեղծել հունիսի 7-ի ընտրությունները։ Սիրելի հայրենակիցներ, մենք ճակատագրական ջրբաժանի առջև ենք, կամ հանդուրժելու ենք այս փնտի ավտորիտար ռեժիմը եւ ստանանք ադրբեջանական ենթապետություն, կամ ընդվզելու ենք այս իշխանության դեմ, նաեւ ընտրությունների առիթը օգտագործելով եւ վերահաստատենք անկախ եւ ժողովրդավարական պետություն ունենալու մեր ցանկությունը։